Ողջույն Լիլիթ, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ողջույն Զարա, շնորհակալ եմ հրավերի համար։ Լիլիթ, մենք այսօր առիթ կունենանք լսելու ձեզ նախ որպես քաղաքացի, ապա նաև ձեր մասնագիտական դիտարկումները։ Մենք հաճախ հանդիպում ենք պայքարի ակտիվ թեժ կետերում, ես իմ մասնագիտական գործունեությունն եմ իրականացնում, դուք ձեր քաղաքացիական պարտքը դատարանների բակում, ակցիաների ժամանակ, որպես քաղաքացի չեք հոգնել այս պայքարի շղթայից 8 տարի եւ ավել շարունակվող։ Որքան էլ որ հոգնեմ, ես գիտակցում եմ, որ սա այն պայքարի դաշտն է, որտեղ որ մենք հետ քայլ չունենք, մենք հոգնելու իրավունք չունենք եւ հույսը ծնվում է հենց հուսահատությունից։ Որքան որ հուսահատվում ենք, մտածում, որ այս անգամ էլ չստացվեց, այնքան ավելի շատ ենք լցվում հույսով, որ պետք է մի անգամ անպայման ստացվի։ Իհարկե չեմ հոգնել, որովհետեւ պայքարի արդյունքը այն կարևորագույն արժեքն է, որը որ մենք ունենք մեր ապագա հետագա կյանքը Հայաստանի Հանրապետությունում ապրելու համար։ Այսօր առավոտյան երկու տեղեկություն տարածվեց, առաջինը Նարեկ Կարապետյանի առանձնատան խոզարկության լուրներ, երկրորդը Multi Wellness ակումբի վերագործարկման արդեն նոր անունով տեղեկությունը, որը հայտնեց Ավինյանը, ինչպես նշել են քաղաքացիներն ու հանրային քաղաքական տարբեր շրջանակներ, Ավինյանի ձեռքով խլված գույքը նորից բացվում է եւ դրա ավետիսը տվեց հենց ինքը Ավինյանը։ Իդեպ տեղյակ եմ, որ դուք հենց այնտեղ եք մարզվում, երբ բողոքի ակցիա էր, դուք նաեւ այնտեղ եք։ Այո, ես ճանապարհին այստեղ գալուց ինքս էլ լսեցի այդ մասին, ինքս էլ տեղեկացա, նույնիսկ տեղեկացա այլ հաճախորդներից, թե ում է նշանակել, ով է նորանշանակ տնօրենը, ինչքանով որ ինձ հայտնի դարձավ, քարոզարշավի ժամանակ քաղաքացիական պայմանագրի հետ քայլող նախկին եւ ներկա մարզիչներից է, ով աշխատել է Multi Wellness-ում։ Այո, ես ինքս հանդիսանում եմ Multi Wellness-ի հաճախորդ, բայց հստակ եւ միանշանակ կարող եմ ասել, որ ես դադարեցնելու եմ իմ հաճախումը, քանի որ ինձ համար սա այնինչ տեղի ունենում նաեւ բարոյական դաշտում է եւ ես բարոյական չեմ համարում, հաճախել այնտեղ ես համարում եմ, որ համաձայն լինել եւ ընդունել այն ամենը, ինչ կատարվում է։ Այն ինչ կատարվում է, ես դա կարող եմ որակել հենց իրենց բառերով, եթե ասեմ, թալան եւ գողություն պետական մակարդակով։ Մի օրվա մեջ որոշել, որ ինչ որ գույք պետք է խլվի ինչ որ անհատից, քանի որ այդ մարդու հետ ունեն անձնական տարաձայնություններ եւ հաշվեհարդարի ցանկություն, ես դա քաղաքական որևէ տրամաբանության մեջ չեմ տեսնում եւ չի տեղավորվում ինձ համար։ Ինչով եք պայմանավորում հենց հատկապես վերջին շրջանում ազգային կապիտալ գեներացնողների նկատմամբ պետության վերաբերմունքը Կարապետյան Սամվելի տնային կալանքն է շարունակվում, Գագիկ Ծառուկյանը կալանավորված է եւ նոր գործեր են ավելացնում վրան, կապարակնքված են բազմաթիվ բիզնեսներ եւ պետականացվել է այսպես կոչված հեցի օրինակով Արարատ ցեմենտ, այնտեղ էլ նոր նշանակված անց կա արդեն։ Ինչով է սա պայմանավորում։ Եվ որովհետեւ իշխանությունները սա պայմանավորում են ինքնիշխանությունը հետ բերելու անունով։ Ես կարծում եմ, որ սա հստակ միտում ունի այս ամենը եւ կարծում եմ դրա իրական նպատակը Հայաստանում ներդրողների եւ կապիտալ ստեղծողների ուղղությունը փոխելն է։ Նրանք անհանգստություն չունեն հայ ներդրողներ կորցնելու համար, որովհետեւ միգուցե նրանք այլ ուղղվածություն ունեն, թե որ երկրներից են լինելու մեր մոտալուտ շուտով կլսենք ծիծեռնակները դրանց մասին, թե որ երկրներից են լինելու հերթ կանգնած ներդրողները, դրա համար կարծում եմ նրանք չունեն այդ խնդիրը, որ ներքին շուկայում կարող են նեղացնել կամ կարող են փակել հայ ներդրողների բիզնեսները, աշխատանքները եւ նույնիսկ հաշվի չառնելով, թե քանի հազար մարդ է մնում անգործ, քանի հազար մարդ է մատնվում պարապուրտի։ Երեկ ես ինքս էլ տեսա կառավարության մոտ հենց նույն պարոն Ծառուկյանի աշխատակիցները դուրս էին եկել հանրահավաքի, իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում եւ մարդիկ հստակ ընդգծում են, որ իրենց վարկի վճարման օրերն են, մարդիկ գումար չունեն վճարելու, մարդիկ 23 օր արդեն աշխատանք չունեն, անելիք չունեն, չգիտեն իրենց հետագան ինչ է լինելու, այնտեղ մեկը խոսում էր, որ ինչ որ տեղից պարտք է վերցրել իր վարկը վճարել։ Այստեղ ես կարծում եմ, որ հավաքական ընդդիմությունը կոնկրետ անելիք ունի, որպեսզի հենց աշխատի հասարակության հետ։ Այն ինչ որ անում է
գործող իշխանությունը, քաղաքացիական պայմանագիրը ես վաղուց դադարել եմ իրենց նկատմամբ պահանջատեր լինելուց։ Իմ պահանջները բոլոր կապված են ընդդիմության հետ եւ տվյալ պարագայում ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է ավելի հստակ աշխատանք տանի հասարակության հենց այս մարդկանց հետ, որ այս մարդիկ իրենց աշխատանքը կորցնելը չդիտարկեն զուտ որպես աշխատանք կորցնել։ Այնինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, որից տուժում են նաև այդ աշխատակիցները, սա սովորական ինչ-որ բիզնես փակել չէ, սա սովորական գործընթացներ չեն։ Սրանք նախադեպը չունեցող քաղաքական հաշվեհարդարներ են, որոնք տարվում են պետական մակարդակով, ինչի համար օգտագործվում են բոլոր պետական լծակները, կոնկրետ անձանց նկատմամբ վախի մթնոլորտ կամ չգիտեմ ինչ-որ վրեժ լուծելու համար։ Այս մարդիկ աշխատակիցները պետք է գիտակցեն, որ իրենք ավելի շատ անելիք ունեն, ոչ թե մտածեն, որ իրենց աշխատավայրը բացվի, իրենք նորից շարունակեն աշխատել։ Ամեն դեպքում ըստ ինչու է քաղաքացիների մի մասը համախմբվում միայն ածանցյալ խնդիրների պարագայում, այսինքն ջրի խնդիր, սահմանափակումների հետևանքով փչացող մթերքի խնդիր, բայց երբ հերթը հասնում է այսպես ավելի մեծ գոյաբանական խնդիրներին, անտարբերություն է լինում։ Այ հենց դա է ինչի մասին, որ ես խոսում եմ, որ մենք չունենք ավելի պետական մտածողություն։ Մեր հասարակությունը չունի ավելի գլոբալ պետականամետ, ավելի արժեքային մտածողություն, շատ խիստ նեղ անձնական, նեղ սահմանափակ իմ դարպասներից ներս։ Եթե խնդիրը դեռևս չի առնչվում իմ անձին, իմ գրպանին, ապա կարելի է դրա մասին լռել, կարելի է դա չնկատել, կարելի է այդ ամեն ինչի մեջ, այսպես ասած, չմտնել, չթաթախվել եւ ինչ որ խնդիր չունենալ։ Եթե մենք որպես հասարակություն մեկը մտածի բոլորի համար, մենք այսպիսի խնդիր չենք ունենա։ Ավելի գլոբալ ասեմ, եթե մենք հստակ եւ միանշանակ կանգնեինք Հադրութեցու կողքին, Հադրութը չէր դառնա Ստեփանակերտ, Ստեփանակերտը չէր դառնա Շուշի, Շուշին չէր դառնա այսօր Սյունիք։ Եթե մենք գիտակցեինք, որ մենք բոլորս պետք է կանգնենք իրար կողքի։ Դա քաղաքական ավելի գեոպոլիտիկ խնդիր էր, այնինչ այսօր տեղի ունենում տնտեսական է, բայց բնույթով եւ որպես երևույթ ինքը նույնն է։ Ինձ համար ամենայն դեպս դա նույն երևույթն է։ Այսինքն աշխարհաքաղաքական համատեքստ ունի։ Այսօր Հայաստանի նույնիսկ արտաքին առևտրային քաղաքականությունը տարվում է դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։ Նայեք, ասում են եթե Ռուսաստանը գազի գինը թանկացնի, մենք ունենք ավելի էժան առաջարկներ։ Դեռևս չի բացվում ճակերտները, թե որտեղից են այդ առաջարկները։ Իրանական գազից էին խոսում Ղազախստանով բերելու։ Դժվար չէ նաև կռահել, թե որտեղից կարող են լինել։ Այսինքն ամեն ինչ անում են հենց նպատակային եւ մտադրված սրում հարաբերությունները, փակում շուկաները, որպեսզի այն շուկան, որը որ առաջարկվի որպես միակ տարբերակ հասարակությունը դա ընդունի։ Այսինքն դուք կարծում եք, որ հակառակորդ պետության, Թուրքիայի, Ադրբեջանի շուկաներն են գալու լրացնելու։ Հիմա չեմ կարող հստակ հիշել, թե քաղաքացիական պայմանագրից ով էր, բայց ես նույնիսկ հիշում եմ, որ լրագրողի հարցին, որ իսկ բացառում եք, որ գազը կարող է բերվել Ադրբեջանից, ասացին, որ ոչ չենք բացառում, եթե հարմար գին առաջարկեն, ինչու ոչ։ Այսինքն ժողովրդին դիտարկում են զուտ գրպանային մտածողությամբ, եթե էժանա, ուրեմն չի քննարկվում, բայց կան մի շարք այլ արժեքներ եւ պետական մակարդակով կարելի է, չէ՞ որ մենք արդեն էժանը ունենք, ինչի հրաժարվել այս մի էժանից եւ փնտրել մեկ այլ ուրիշ էժան, որը կլինի նաեւ հակառակորդ պետությունից։ Ասում կախվածություն ենք վերացնում։ Իսկ վստահ ենք, որ արդեն ոչ թե կախվածությունը, այլ սուրը չենք հանձնում հենց մեր թշնամական պետությանը, որը ամեն պատե անպատե առիթով կճոճի մեր գլխին, որ գազը կանջատեմ այն ինչ որ եղավ Արցախում։ Արցախում սկզբից բլոկադայի ամիսներին ինչ էին անում, գազը բացում, փակում, ընդամենը երբ որ գազատարը անցնում էր իրենց տարածքով եւ իրենք հասանելիություն ունեին։ Հիմա անդիմությանը վերադառնանք օգոստոսի 2-ին նոր գումարման խորհրդարանը արդեն կմեկնարկի առաջին նիստը, ձեր սպասելիքները խորհրդարանական ընդդիմությունից։ Խորհրդարանական ընդդիմությունից ակնկալիքս հետեւյալն է, որ հետադարձ հայացք ունենալով նախորդ տարիների սխալների վրա կխմբագրեն այդ սխալները եւ միգուցե երբ որ կազմակերպեն արդեն եւ փողոցային պայքար գեներացնեն հասարակությանը, միգուցե վերջապես կունենանք հաղթանակ եւ կունենանք այն արդյունքը, որի համար այսքան պայքարել ենք,
որտեղ կարծում եմ, որ այս պարագայում գոնե մանդատները վերցնելը կլինի արդարացված։ Անդրանիկ նիստը արդեն ըստ հաստատված տեղեկությունների կարելի է ասել առանց վեհափար հայրապետի օրհնանքի, ողջերթի, խոսքի։ Հակաեկեղեցական պայքարը դեռևս սկսվել է անցած տարվանից եւ ամենակուլմինացիոն օրը ես շատ լավ հիշում եմ եղել է հունիսի 27-ը, երբ որ եղավ կոնկրետ հարցակում, այսպես ասած, Մայրաթոռի վրա։ Բնական է, որ դրանից հետո եւ հատկապես վերընտրվելուց հետո եկեղեցու դեմ արշավը լինելու է այն կարևոր իրենց քաղաքական կետերից մեկը եւ կարծում եմ զարմանալու ոչինչ չկա, որ վեհափառը չի հրավիրվել, չի լինելու ազգային ժողովում։ Ես էլ եմ լսել, այո, որ 10 տիրադավերից մեկն է լինելու այնտեղ եւ կարծում եմ ուղղակի ընդդիմության ընտրված падգամավորները այդ օրը ուղղակի չեն ներկայանա ազգային ժողով եւ չեն մասնակցի այդ ամենին։ Այս 8 տարվա ընթացքում պայքարի բոլոր կետերում եղել եմ, սակայն ինձ համար զուտ որպես հայ, որպես քրիստոնյա, որպես քաղաքացի հստակ ամենածանր օրը եղել է հենց հունիսի 27-ը, որի մասին որ ասեցի, որովհետև այն պատկերները, որ մենք տեսել ենք այնտեղ, ԱԱԾ-ի աշխատակիցներ, հոգևորականների հագուստից քաշող, հոգևորականներին փորձել ձերբակալող ԱԱԾ-ականներ, դա ինչ խոսք, շատ տհաճ եւ շատ անընդունելի երևույթ էր եւ հատկապես անընդունելի է ի ցույց ամբողջ աշխարհին, որ մենք հանդիսանում ենք աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը եւ ես չեմ կարծում, որ աշխարհում կա որևիցե մի երկիր, անկախ կրոնական պատկանելիությունից, որտեղ սեփական երկրի պետական կրոն հանդիսացող կրոնի կառույցի նկատմամբ տեղի են ունեցել նման գործողություններ։ Իմ կարծիքով պատմության մեջ դա նախադեպը չունեցող իրադարձություններ եւ դեպքեր էին եւ չեմ կարծում նույնիսկ որ պետք է ինչ-որ գնահատական տալ, որովհետեւ չեմ մտածում, որ գոյություն ունի մի հայ, ով կարա դրան այլ ուրիշ գնահատական տա, քան մեղադրանքը կամ չգիտեմ ուղղակի։ Ինձ թվում է երևույթը ինքնին արդեն խոսում է դրա մասին։ Իշխանությունները սա եւս որակում են ինքնիշխանության պահպանման արշավ եւ եկեղեցին բարենորոգելու արշավ։ Եկեղեցին ձեզ սխալներ չունի։ Չկա կառույց, որ սխալներ չունենա, չկան մարդիկ, ովքեր սխալներ չունենան, բայց նախ ծիծաղելի է, թե ովքեր են այդ բարեկարգումներն փորձում անել եւ երկրորդը մենք բոլորը շատ լավ գիտենք, որ դա բարեկարգում անվան տակ քողարկված այլ գործողություններ են տեղի ունենում։ Մենք բոլորը շատ լավ գիտենք, որ հայոց պատմության մեջ շատ է հանդիպում տարբեր դասարանների դասագրքերում այսպիսի մի միտք, որ երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, համախմբվել է եկեղեցու շուրջ։ Եկեղեցին եղել է այն կառույցը, որը պահպանել է, որը կարողացել է հայ ժողովրդին պահել հայ, որի շնորհիվ մեր ժողովուրդը չի կորցրել իր լեզուն, չի կորցրել իր ավելի էթնիկապես մաքուր լինելը եւ չի կորցրել իր հավատքը։ Այժմ այս արշավը իմ կարծիքով տեղի ունենում նրա համար, որպեսզի մենք ավելի բարոյահոգեբանական արժեքներից հեռանանք, որպեսզի ավելի հեշտ լինի, երբ որ մեր սահմանները բացվեն, մեզ ձուլել եւ խառնել այլ ազգերի հետ։ Իմ կարծիքով այս արշավի նպատակը հենց սա է։ Ձեր պայքարը երբ հաջողված կհամարեք դուք։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չի լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հասկանալի է ձեր տեսակետը, շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ Զարա ջան հրավերի համար։